Ընտրություններից առաջ Հայաստանի Հանրապետությունում ուզուրպացիա է տեղի ունենում բոլոր ինստիտուտների, բոլոր մարմինների։ Հայաստանը 25 տարի է Եվրոպայի խորհրդի անդամ է։ Եվրոպայի խորհրդի ինչի մասն է մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության։ Ինչ է մնացել այդ արժեքներից, ինչ օրենք գցել այս երկիրը, ինչ են արել։ Չի կարելի զեկույցում գրել, որ լարվածություն կա պետության առաջնորդի եւ եկեղեցու միջև։ Ադրբեջանը եթե ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրի, պետք է ստորագրի առանց ռեֆերենդում պահանջելու։ Դա կեղծ պահանջ է։ Ադրբեջանը ստացել է ավելին, քան երբևէ կարող ստանար, բայց պահանջները չեն դադարելու եւ շարունակվելու։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես գտնվում եմ Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդում, խորհրդարանական վեհաժողովի նիստն է հենց հիմա ընթանում եւ արդեն հանդիպումից հետո կարող եմ ասել մենք երկու համազեկուցող ունենք, Բորյանը Աբերգը եւ պարոն Ֆասինոն, ովքեր որ զբաղվում են Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մնացած խնդիրներով, որոնք որ մենք ունենք, այսինքն հետևում է մոնիտորինգի հանձնաժողովը այս մարդկանց միջոցով եւ այս մարդիկ զեկույցներ են կազմում Հայաստանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում։ Նախ ամենաառաջինը ես նրանց իրազեկեցի, որ չի կարելի զեկույցում գրել, որ լարվածություն կա պետության առաջնորդի եւ եկեղեցու միջև, ինչ նշանակում միջև բիդվին բառը որ օգտագործում են իրենք, սա նշանակում է, որ այսինքն դրանք հավասար մարմիններ են, հա, հավասարության նշան է դրված եւ իրար հետ ինչ որ կռիվ են մղում։ Մինչդեռ օրինակ Ալեն Սիմոնյանը կամ որևէ մեկը ԿՊ-ից օրինակ խորվիրապում ինչ որ զնդանում փակված չէ, էլի եկեղեցին չունի նման լիազորություններ, որ բռնի, ասենք իշխանություններից մեկին գցի զնդանը, բայց իշխանությունները ունեն նման լիազորություն եւ հոգեվորականները, սրբազանները այսօր զնդանված են KGB-ի բանտերում են կամ հիվանդանոցում կամ KGB-ի բանտում առողջական պայմաններով հիվանդանոցում եւ այսինքն հավասարության նշան դնելը բացատրեցի, որ դա շատ սխալ բան է եւ բացատրեցի, որ տեղի ունենում հետեւյալը երկրի իշխանությունը վարչապետի գլխավորությամբ հրճակել է եկեղեցականներին հայ առաքելական սուրբ եկեղեցուն իրան թշնամի հետո հրճակել է պետության թշնամի եւ պետության ամբողջ ռեսուրսը ուղղել այդ մարդկանց այդ ինստիտուտի դեմ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ էլի եմ ասել սրա մասին ոդկասթում, որ բանը էլի ցանկացած դիկտատոր իր ընդդիմախոսներին ասում է պետության թշնամիներ են ու պետության ռեսուրսը ուղղում այս մարդկանց դեմ։ Նույն բանը բացատրում տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ են կանում Տիկին Ամբերգ կամ պարոն Ֆասինո, այսինչ զեկույց են գրել։ Հասկացանք, մեր օպոզիցիոներները այստեղ են, իրանք ինչ որ հանդիպում ունեն, բայց այդ զեկույցը չպետք է նման ձևով լույս տեսնել։ Այդքան քաղբանտարկյալներ Հայաստանում։ Բոլորը գիտեն ինչքան վատ հարաբերություններ եմ ես ունեցել բանի Իմենիմնի ոդկասթը վարող Նարեկ Սամսոնյանի հետ։ Եթերները ովքեր նայել են գիտեն։ Բայց այստեղ ես մարդու իրավունքների հարց եմ բարձրացնում, ժողովրդավարության հարց եմ բարձրացնում։ Այսինքն ինձ համար բան չկա ում հետ լավ հարաբերություններ, ում հետ վատ հարաբերություններ ունեմ, եւ Հայաստանում գտնվող բոլոր քաղբանտարկյալների հարցերով, բոլոր, հենց հիմա որ նստած է, Սամվել Կարապետյան, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան եւ նրա հետ բանտարկված բազմաթիվ մարդիկ։ Այդ գործով էլ բացատրեցի, որ ասենք, եթե ձայնագրությունները կեղծված են, կեղծիկ է ձայնագրությունները, հրապարակային բացահայտվել է, որ դա կեղծիկ է։ Ինչ ենք մենք քննարկում, ինչ ենք դրել բան, ինչ որ զեկույցում գրված է, ինչ որ հոգեվորականներ հայ առաքելական եկեղեցու փորձում են իշխանությունը յուրացնել, իշխանության դեմ դավեր նյութել, անգլերենից թարգման ենք ոնց բազմաթիվ խնդիրներ, որոնք ես հիմա բարձրացրեցի, մարդիկ ուղղակի sense ապշած էին։ Ասում եմ ոնց կա, այսինքն Հայաստան չեք այցելել, ընդդիմության հետ չեք հանդիպել, իրական ՀԿ սեկտորի հետ չեք հանդիպել։ Ոնց որ նախկինում, հիշում եք Ջոն Պրեսկոտը որ գալիս էր Հայաստանի համազեկուցողը։ Վերջին հաշվով օպոզիցիան նախկինում խորհրդարանական օպոզիցիան, արտախորհրդարանական թող լինի, հա, ուրիշ ձևի էր աշխատում եւ ուրիշ իրավիճակ է։ Չի կարելի ասել, որ բան այլ այստեղ բոլորը կանխակալ են, բոլորը բանը նիկոլական են, նիկոլի կոմից են, բան չկա նման բան։ Պետք է ուղղակի այս մարդկանց հետ աշխատել, փաստերը դնել դեմները, նենց ոնց որ ես այսօր արեցի։ Որ ընտրություններից առաջ Հայաստանի Հանրապետությունում ուզուրպացիա է տեղի ունենում բոլոր ինստիտուտների, բոլոր մարմինների։ Ստից գալիս է գոռում են Ռուսաստանի դեմ կռվում ենք, մենք բանման տարի 5 անգամ ասենք Մայա Սանդուին ուզում եք համատեք բանի Փաշինյանի հետ։ Տարին 5 անգամ գնում Պուտինի հետ հանդիպում, ինչ Ռուսաստանի դեմ կռիվ, ինչ ֆեյք հեքիաթ են ձեզ պատմում իրանց ընդդիմադիրներին բանանում։ Կեղեքում, բանտարկում, ոտնահարում մարդու իրավունքները, իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, դատական իշխանության խայտառակ վիճակը։ Ասեմ, դատական իշխանություն Հայաստանում ամենախայտառակ վիճակում է։ Ոնց կարա բարձրագույն դատական խորհրդի նախագահը
SMS-ով աշխատանքից ազատվի։ Ոնց կարա տենց բան լինի։ Դրանից հետո խոսակ դատարանի մասին, կալանքի մասին, բողոք բերեք կալանքի դեմ, ես իմ ձեռը կառնեմ ասում եմ։ Բացի այս հանդիպումը, էլի հանդիպումներ կան, նաև իրավապաշտպան կառույցների հետ։ Դրան գումարած նաև ես որպես ALDE խմբի նախկին անդամ, ստեղ ALDE խումբ է գործում, որպես ALDE կուսակցության անդամ, արդեն մեծ կուսակցության ALDE-ի, եւ ես այստեղ նաև ALDE խմբի ղեկավար Լուլիան Բուլայի հետ եմ հանդիպել եւ խոսել ենք մանրամասն իմ մտահոգությունները ես փոխանցել եմ պարոն Բուլային, մեր մեծ աջակից է, միշտ մեր հարցերով մեզ պաշտպանել է, նա ռումինացի է, Ռումինիայի խորհրդարանն է ներկայացնում այստեղ, հստակ ասել եմ ինչա կատարվում։ Մարդ հետաքրքրում ասում հանրությունները ոնց են անցել, ինչ կասեմ եղբայր, այլանդակություն է տիրում այնտեղ։ Այսինքն ես դե ձեզ ինչ եմ պատմում, շեքյատներ եմ պատմում։ Եվ այսօր արտգործնախարարի այցը ինչ բան ունի, ասենք խորհուրդը որն է այցի, որ Հայաստանը 25 տարի է Եվրոպայի խորհրդի անդամ է։ Հայաստանը 25 տարի է Եվրոպայի խորհրդի անդամ է։ Եվրոպայի խորհրդին չի մասնա մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության։ Ինչ է մնացել այդ արժեքներից, ինչ օրենք գցել այս երկիրը, ինչ են արել։ Եվ ամենակարևորը վերջում։ Ուրեմն համազեկուցողները հետաքրքրում են, ասում են սահմանադրական հանրակրվեի է խոստացել, որ Փաշինյանը անի, ասեմ հետո, ում է խոստացել։ Բա հայտարարել, ասեմ լսեք, այդ ինչ սահմանադրական հանրակրվեի է։ Բա Ադրբեջանը պահանջում է, որ ասեմ լսեք, Ադրբեջանը շատ բան, Ադրբեջանն այնքան բան է պահանջում։ Ադրբեջանը երբ որ ուղարկել է 6 կետերը խաղաղության պայմանագրի բանակցությունների, այդ ձերի պահանջ չի եղել։ Հայաստանը ինչ պահանջ կա, մի բան էլ ավել, մի բան էլ պլյուսով, ինչ ասես արել, հա, մեկ էլ եկել են ասում են, բայց մի հատ է սահմանադրությունը պիտի փոխեք, գիտեք տղեկ ջան։ Ասեմ դուք գիտեք որ դա շատ դժվար բան է, դժվար հաղթահարելի բարիեր են դրել Հայաստանի առաջ, ասում բա իմաստը որն ասեմ որ Հայաստանը չկարողանա հաղթահարի, տարբերակ, չկարողանա հաղթահարի, ասեն ըհը չենք կնքում խաղաղության համաձայնագիր, այդ խայտարակ փաստաթուղթ է, որ ես չեմ ուզում որ կնքվի, որովհետև դա Հայաստանը հաշմանդամ սարկող բան է, պետք է նոր դա նորից պետք է վերաբանակցվի, բայց պատկերացնենք ասում են դե չենք կնքում անգամ էս եղածը, որովհետև սահմանադրությունը չեք կարողանում փոխեք եւ բաց ենք թողում այս անորոշությունը։ Բայց անորոշությունը մնում անորոշության դուրը ու պահանջները շատանալու են մեկը։ Պատկերացնենք B տարբերակ։ Ժողովուրդը գնում է Ալիևի ասած ռեֆերենդումին մասնակցում է, Ալիևն է դե ասում է ռեֆերենդումը որ պետք է անենք, Ալիևի անվան ռեֆերենդում ասում է այո, Ալիև, էս էլ ենք անում քո համար։ Ինչա տեղի ունենում։ Կարող ասեն ժողովուրդ ջան, այս ռեֆերենդումից հետո մենք այլևս Հայաստանը չենք ճանաչում, նենց ոնց որ կա, որովհետև դուք ձեր երկրի հիմնադիր փաստաթղթերը փոխել եք։ Դուք ձեր երկրի հիմնադիր փաստաթղթերը փոխել եք։ Բա դրա մասին մտածել եք, թե չեք մտածել։ Եվ ասում սահմանադրական դատարանը որոշում ունի, համազեկուցողներին եմ էլի բացատրում, որը թեման փակել է։ Ադրբեջանը եթե ուզում է խաղաղության պայմանագրի ստորագրի, պետք է ստորագրի առանց ռեֆերենդում պահանջելու։ Դա կեղծ պահանջ է։ Ադրբեջանը ստացել է ավելին, քան երբևէ կարող ստանար։ Բայց պահանջները չեն դադարելու եւ շարունակվելու։ Հենց որ այդ Ադրբեջանի հեքիաթներին ասի մի հավատացեք։ Այդ էլ մանրամասը քննարկեցինք։ Սա էլ ուզում եմ տեղյակ լինեք, որովհետեւ մարդիկ հետաքրքրում են ոչ միայն ներքին հարցերով, այլև արտաքին հարցերով։ Եվ ամենակարևորը, պարոն Ֆասինովն ասում է, Հայաստանի տնտեսությունը ումից է կախված, Ռուսաստանից է կախված, դե ասում եմ, հա, շատ կախվածություն կա։ Բայց ասում ոնց է Եվրոմիություն գնալու, ոնց է Եվրոմիությունը, ոնց է լինելու, բան, այդ հարցն ենք քննարկում։ Ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Համազեկուցողները խոստացան, որ ընտրությունից առաջ կայցել են Հայաստան։ Բնականաբար ապագա զեկույցներում ես հույս ունեմ, հիմա արդեն աշխատանք կտանեմ, որ այս ամեն ինչը ներառվի, որտեղ խորհրդանական ընդդիմությունը չի դեմ ոնց է աշխատել, որ չի ներառվել, բայց Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարությանը պետք է հետևել, որ կարողանանք ունենալ իրապես արժանապատիվ ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կպաշտպանեն մեզ ներքին եւ արտաքին հարձակումներից։ Եթե ներքին ժողովրդավարություն, ներքին մեր իրավունքներն ու ազատություններն ապահովված չեղան, մնացածը ժողովուրդ ջան հեքիաթ է, ասենք Ադրբեջանի բենզին առեք դրեք ավտոները, դա են ասել ձեզ, ուրիշ բան ես չգիտեմ ինչ ասեմ։ Այսքան տարի ես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության թեմաներով զբաղվել եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Այսինքն դու ուժեղ երկիր կսարքենք, բան իմացեք չի կարող նման բան լինել այդ խայտարակություններով, ինչ որ տեղի անենում երկրում։ Այս խայտարակությունները։ Եվ մարդիկ հստակ գիտեն, ասում խի հարցակվի եկեղեցու վրա, ասում դուք ասեք, ասում դե ձենինքնությունն է էլի ներկայացնում եկեղեցին, այստեղ իմ գործընկերները բացում, ասում այո, մեր ինքնության բանն է, ոնց ասեմ, համախումբն է նաև էլի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ասում ժողովուրդ, ասում ժողովուրդը տոտալ աջակցում է եկեղեցուն, ժողովուրդը տոտալ աջակցում է եկեղեցուն, բոլոր հարցումները դա ինչ տալիս։ Ամեն դեպքում ժողովուրդ ջան, պետքա
այն անդամավճարը, որ Հայաստանը հարկատուների հաշվին վճարում այս կառույցին, այսինքն ոչ ոք չմտածի, որ սա ինչ-որ ուրիշի կառույցն է, սա մեր կառույցն է, այն Եվրոպական դատարանը մեր դատարանն է, այս ինստիտուտներն ապրում են մեր հարկերի հաշվին նաև, եւ պետք է ինստիտուտները զբաղվեն մեր երկրի խնդիրներով, ոչ թե կոծկեն, ծածկեն, Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում աչք փակեն, բան, թույլ չենք տալու դա տեղի ունենա։ Լավ մնացեք, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը եւ Աստված պահապան Հայաստանի